Բարև ձեզ, ես Հայկ Բաբայանն եմ, մանկաբարձ գինեկոլոգ։ Այսօր հնարավորին մատչելի կխոսեմ կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների մասին եւ կպատմեմ, թե ինչպես են դրանք անդրադառնում կնոջ ինքնազգացողության վրա։ Նախ հասկանանք ինչ են հորմոնները։ Հորմոնները դրանք կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք արտադրվում են օրգանիզմի էնդոկրին գեղձերում եւ բջիջներում։ Այնուհետև անցնելով արյունատար համակարգ տարածվում են բոլոր օրգաններում եւ հյուսվածքներում, ապահովելով նրանց միջև կապը եւ օրգանիզմի բնականon աշխատանքը։ Կնոջ օրգանիզմում հորմոնների քանակը եւ դրանց արտադրությունը փոփոխվում է դաշտանային ցիկլի ընթացքում։ Օրինակ, ցիկլի առաջին կեսում գերակշռում է մի հորմոնի արտադրությունը, որը անվանում ենք էստրոգեն։ Սովորաբար էստրոգենի մակարդակի բարձրացումը արտահայտվում է կնոջ ավելի կայուն տրամադրությամբ, աշխատունակության բարձրացմամբ, լիբիդոյի բարձրացմամբ, երբեմն նաեւ մաշկի որակի լավացմամբ։ Ցիկլի երկրորդ կեսում գերակշռում է պրոգեստերոնի արտադրությունը, որը նաև անվանում են հղիության հորմոն։ Նրա աշճանական բարձրացումը կարող է բերել կնոջ անկայուն տրամադրության, քնի խանգարումների, կինը դառնա ավելի հուզական եւ զգացմունքային։ Սրանք կնոջ օրգանիզմի բնական պատասխանն են հորմոնալ այս ռիթմայնությանը։ Բժշկի անհրաժեշտ է դիմել, երբ վերոնշյալ փոփոխությունները դառնում են առավել արտահայտված եւ դրանից փոխվում է կնոջ կյանքի որակը։ Այդ թվում դաշտանային ցիկլի խանգարումների, ցավոտ դաշտանի, քաշի կտրուկ տատանումների, մազաթափության, քնի որակի խանգարման դեպքում։ Կարևոր է հիշել, որ հորմոնները աշխատում են ոչ թե մեր դեմ, այլ մեզ համար։ Եղեք առողջ եւ տեղեկացված։